այդ գումարի սահմաններում պաշտպանության նախարարությունը կարողանա բանակի մեր զինվորականների աշխատավարձը բարձրացնել։ Չէ, դուք չեք արարվում։ Հարց եք տա։ Որպես հարցը տվել եք, հարցի պատասխանը ստացել եք։ Հարց տվող արձագանքում է։ Ուզում եք արձագանքեք մի հատ ելույթ։ Խնդրեմ, խոսեք։ Առանց այդ մի Արդեն մի անգամ դուք մերժել եք ձեր վերածը, հիմա էլ ուզում եք որ մերժը։ Դուք էլ մեր հետ միասին։ Դուք։ Ես դրանք անդրադառնում առանձին։ Անդրադարձու։ Ու ընդհանրապես ինչա տեղի ունեցել, պիտի բոլորը դրա մասին հստակ իմանան։ Պարոն Մեհրաբյան, հիմա որ ասում եք պիտի բոլորը ծառայեն։ Ասում եք 27-ից հետո պիտի ծառայեն քաղաքացիություն ստացումներ։ Դուք գիտեք, որ այդ կարգավորումը ես եմ մտցրել։ Չէ, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն եղել։ Տարիները ո՞նց ա եղել Հայաստանում։ Մարդիկ սպասել են 27-ը լռան, հա։ 27-ից հետո եկե դարել են քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են վճարել։ Որովհետև Հայաստանում զինվորական ծառայության տարիք եղել է 18-ից 27-ը։ Այսինքն իմ կուրս ընկերները, ովքեր որ դրսից են եղել Հայաստանի քաղաքացի չեն եղել, սպասել են դարել են 27, դարել են Հայաստանի քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են տվել։ Արդար էր դա։ Արդար չէր։ Ես ինչ եմ առաջարկել։ Ասել եմ, եթե դու կգաս 27-ից հետո կդառնաս քաղաքացի, միևնույնն է պիտի ծառայես կամ վճարես։ Որովհետև դու չպիտի արտոնյալ լինես, ինչա սպասել ես 27-ը լռանա։ Ու այն 18 տարեկանով որ գնում են ծառայում են, ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, դու ունես նույն իրավունքները, պարտավորություններն է քո վրա պիտի տարածվի։ Ու սրա արդյունքում մենք ունեցել ենք թե ավել զինծառայողներ, թե 160 միլիոնից ավել հավաքագրված գումար։ Այսինքն դա իմ առաջարկն է եղել, որ պիտի բոլորը ծառայեն, ես եմ ասել։ Հիմա նույնը ասում եմ, մարդ այսօր որ 24-25-ա, 20-ա, ուզում է դառնա քաղաքացի, այսօր իրան այդ հնարավորությունը տանք, ավել գումարը վեկալենք, իրան է բերենք պայստազորում գրանցենք, հավելյալ համ պայստազորային ունենենք, համ գումարն է տանք ծառայողին։ Եթե չտանք այդ հնարավորությունը, նա չի գալու մինչև 27, իսկ մինչև 27-ը հնարավոր է 2 երեխա ունենա, արդեն ազատման հիմք ունենա, կամ առողջական խնդիր ձեռք բերի։ Այսինքն, եթե այսօր մենք այդ հնարավորությունը չտանք, մենք ռեսուրս ենք կորցնում։ Հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, հազարավոր, եթե չասեմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ ունենք, ովքեր Ուկրաինայի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ուզում են գանց թե դառնան քաղաքացի, չեն գալիս, որովհետև ծառայության պարտադիր պայման կա։ Եթե մենք այս պատոհանը բացում ենք, հնարավոր է 1000-ից ավել քաղաքացիներ կան դառնան քաղաքացի, այդ գումարը տանք այսօրվա ծառայող այդ ռայոնի տղեկին, ովքեր բանակի 90%-ն են կազմում։ Ու իրաց սոցիալական բեռը մեղմենք, որ երեխան այսօր բանակից զորացրվում է, ծնողները ոչ թե գնան 20,000 դրամ պարտքով փող վեկալեն, որ իրանց երեխուն դիմավորեն, այլ այդ երեխան իմանա, որ երեխա չի արդեն հասուն տղայա կյանք մտնելուց ինքը միլիոն, միլիոն ու կես, 2 միլիոն, 3 միլիոն գումար ունենալու, գնալու է ոչ թե բանվորություն անի զորացրվելու հաջորդ օրվանից, այլ կարողանալու է գնա կրթություն ստանա ու իր կյանքը ճիշտ կազմակերպի, որովհետև ինքը իր հայրենիքի համար տվել է իր ամենաթանկը, վտանգել է իր կյանքը ու ժամանակա տվել։ Սիրելի ավարտեցիք, հա։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ես հիմա ձայնը տալիս եմ կառավարության ներկայացուցիչին, պարոն Սարգսյան, դուք բազմաթիվ այստեղ թվեր, եզրակացություններ, եւ ես խնդրում եմ, որպեսզի կառավարության եզրակացությունը մանրամասն ներկայացնեք, որովհետեւ հարակից եկուցողը խոսեց քաղաքացիությունից ազատվելու գումարային, հա, սեգմենտի մասին, բայց այս նախաձեռնությունը նաեւ բանակից ըստ էության փողով ազատվելու նախաձեռնությունը։ Սա 27 տարի լրացածներին չի վերաբերում։ Եվ ես կխնդրեմ, որպես դա պետական քաղաքականության այստեղ կարևոր դրույթների եւ սամության հետ առնչվող խնդիրների մասին է խոսքը, որտեղ ծավալուն եզրակացությունը դրված է Մեհրաբյանի սեղան եւ բոլորը ունեցել են հնարավորություն ծանոթանալու։ Եվ խնդրում եմ ներկայացրեք կառավարության տեսակետը։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, շնորհակալություն հարգելի գործընկերներ, կցանկանամ ես ներկայացնել կառավարության դիրքորոշումը յուրաքանչյուր կետի վերաբերյալ եւ մի քանի նկատառումներ, որոնք կարծում եմ նաեւ պարոն Սարգսյանին պետք է ուղղորդել, որ ինքը որոշ դրվագներ ավելի հստակ ներկայացնի եւ ներկայացնի։ Մինչ կառավարության տեսակետին անդրադառնալը կցանկանամ պաշտպանության նախարարի եւ իր համաձայնության մասին մի բան ասել, որը շատ ակնհայտ եւ ակնառու մի փաստ է, ինչի մասին կասեմ, ուզում եմ ես բոլորին հիշեցնել, որ ծառայության ժամկետի կրճատումը
կառավարության 2021-26 ծրագրում արդեն իսկ ներառված էր։ Հետևապես այդ պայմանավորվածությունների մասին խոսելը, ով ինչ կներկայացնի, դա մի դրույթ էր, որը կառավարությունը արդեն իսկ իր նախընտրական շրջանում ստանձնել էր նման պարտավորություն։ Եվ ներկայացնել, որ պաշտպանության նախարարի հետ մենք քննարկել ենք ու պաշտպանության նախարարը պայմանավորվածությունները խախտել այս մասով որոշվել է ինքը բերի մյուս մասով ես ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ ես 2021 թվականի նոյեմբեր ամսից հանդիսանում եմ գործող պաշտպանության նախարարի տեղակալը եւ որևէ խախտում պայմանավորվածությունների մեր աշխատանքային հարաբերություններում, պարոն Սարգսյան, ես չեմ տեսել եւ կարծում եմ, որ նման կերպով ներկայացնելը ինչ որ չափով նաեւ ցանկալի չէ։ Հաջորդ ինչ վերաբերում է մեր կետերին։ Նախ դուք ներկայացրեցիք, որ մի սահիկաշար, որտեղ նշված է ձեր զորակոչի թվերի նվազումը, այսպես ներքևի շեմից հաջորդը գալիս էր 2018, հաջորդը 2024։ Ուրախություն մեզ բոլորիս, ցանկանում եմ նշել, որ կատարված փոփոխությունների իրավակարգավորումների արդյունքում 2022-ից 2024 ընկած 2026 թվականներն ընկած ժամանակահատվածում մեր զորակոչվածների թիվը 22-ի զորակոչի համեմատ աճել է շուրջ 1/4-ով, 25%-ով։ Այսինքն ձեր մտահոգիչ թվերը, եթե մենք այս նույն տեմպով նպատակադրված այս իրավակարգավորումներով աշխատենք եւ լավարկենք, որոցով նաեւ մենք աշխատանքները շարունակում են, մենք ձեր ասած մտահոգիչ պատկերը չենք ունենալու։ Այսինքն մեր կառավարության 2018 թվականի թիվ 404-ն որոշման մեջ կատարված փոփոխությունների արդյունքում նաեւ այդ թվում, որի մասին դուք կառավարությունում, երբ որ մենք կոմիտեում քննարկում ենք, դուք հիշատակեցիք, այսօր խոսք չգնաց, բայց այդ փոփոխությունները եւս նպաստել են, որ մեր զորակոչի թիվը ավելանա։ Այդ փոփոխությունները առաջարկել են մեր մասնագետ բժիշկները, միգուցե դուք քաղաքական միտք եք տվել, բայց կարևոր չէ, թե ով է առաջարկել, կարևոր է, որ կառավարությունը դրական փոփոխություններին դրական արձագանք է տվել, եթե անգամ դուք եք առաջարկել։ Հաջորդը մի փոքր կարող է հռետորական հնչել իմ հարցը, բայց ընդունենք, եթե 3000 մարդ օգտվի գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորությունից։ Սա ձեր ասած զորակոչի ավելանալու խնդիրը չի լուծի։ Իհարկե բյուջե փող կմտնի, բայց դուք ներկայացնում եք, որ զորակոչը նվազել է եւ եկեք գումարով ազատենք։ Սա կլուծի ձեր ասած բյուջե գումար մուտք գործելու խնդիրը, կլուծի նաեւ ինչ որ չափով, եթե արկա են ձեր նշած կոռուպցիոն ռիսկերը, ինչ որ չափով կնվազեցնի այդ ռիսկերը, բայց այդ խնդիրը, որ ձեր նախագծի հիմքում ամենից ցցուն կերպով ներկայացվում է, որ զորակոչիկների թիվը այսպես գահավիժում է դեպի ներքև չի ավելանում, ապա եթե փողով ազատենք կավելանա, փողով ազատենք, փողով ազատվողների թիվը կավելանա եւ բյուջեում գումարը կավելանա։ Այսինքն 3000 մարդ պայմանական եթե օգտվի, դա չի նշանակում, որ 3000-ով կավելանա մեր զորակոչը։ Հաջորդը, ինչ վերաբերում է կառավարության տված դիրքորոշմանը, երբ որ նշեցիք, որ նախորդը դուք բերել եք եւ նույնությամբ այժմ ներկայացնում եք, ուզում եմ տեղեկացնել, որ նախորդ անգամ եւս 2025 թվականի մայիսին կառավարությունը ձեզ խնդրել էր, որպիսի պետդուրքի փոխարեն կիրառվեր հանրային դրամական պարտավորությունը։ Նախորդ անգամ դուք չէիք ընդունել։ Պաշտպանության նախարարի ելույթում ասում որ Սարգսյանը համաձայնեցել։ Սակայն դա փաստացի չի իրացվել, ես դա նկատի ունեմ եւ այս անգամ մեր քննարկումներում դուք համաձայնության եկաք այդ հարցով։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ
25 թվականի մայիս եւ 26 թվականի ապրիլ։ Այս ժամանակահատվածում տեղի են ունեցել փոփոխություններ, այդ թվում օրենսդրական, 24 ամիս ծառայության ժամկետը սահմանվել է 18 ամիս, արդեն իսկ փոփոխություն է տեղի ունեցել։ Նախորդ տարվա մայիսի համեմատությամբ մինչև այսօր մեր պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային զինծառայության անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը դրական ցուցանիշ է, եւ մենք ունենք բացարձակապես դրական շարժընթաց այս առումով, ինչը նաեւ նույն կառավարության ծրագրում ներկայացված խնդիրներից մեկի լուծմանը միտված քայլ է, որով մենք պետք է հետզհետե անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակին, եւ սա պրոֆեսիոնալ բանակի կորիստն է ըստ էության։ Հաջորդը կատարվել է նաև փոփոխություններ 404 որոշման մեջ եւ լավարկվում է օրենսդրությունը եւ այդ իսկ պատճառով կառավարության անունից հանդես եմ գալիս որպես ներկայացուցիչ եւ լիազորված եմ խնդրելու ձեզ, որպեսզի այս նախագիծը դրական եզրակացություն տալուց ձեռնպահ մնաք եւ խնդրում եմ հաշվի առնել այս խնդիրները, այսինքն գումարով ազատում, մյուս տարիքային շեմի բարձրացում եւ այդ մյուս առանձին ներկայացված դրույթներով մենք ունեցել ենք շատ այսպես բովանդակային քննարկում, մենք մեր մտահոգությունները նույնպես ներկայացրել ենք կառավարության նախարարական կոմիտեի ընթացքում եւ այժմ եւս խնդրում ենք ձեռնպահ մնալ սույն նախագծին դրական եզրակացություն տալուց։ Շնորհակալ եմ, եթե հարցեր լինի հարցեր չենք կարող տալ ձեզ։